Դվին գյուղի երեխաները Կիրակնորյա դպրոցի շրջանակում նոր սաղմոս են սովորում։ Ինչ է ասում այդ սաղմոսը։ Սաղմոսը յուրաքանչյուրի անձերի պաշտպանության եւ Աստծո հովանավորության տակ ապրելու մասին է։ 90-րդ սաղմոսն է, շատ հայտնի սաղմոս։ Տեր Եղիշեի հովության մեջ Դվինի եւ Մասյացոտնի թեմի եւս 4 գյուղերի Կիրակնորյա դպրոցներ են ընդգրկված։ Թվով ավելի քան 250 երեխա։ Ձմռանը Կիրակնորյա հանդիպումներն անցնում են Սուրբ Հարություն եկեղեցում կամ Հովվատանը, տաք եղանակին եկեղեցու բակում, երեխաների խնամած ծիրանենիների տակ։ Որ գալուց տեսնեք, համարյա վազելով են գալիս, շատ մեծ ուրախությամբ են գալիս եւ գնալով մեր երեխաների քանակը անընդհատ ավելանում է նոր երեխաներով։ Դրսում էլ, գյուղում էլ, դպրոցում էլ շատ են նկատում, որ Կիրակնորյա հաճախող երեխաները ինչ որ առումներով լավ տեսակետից տարբերվում են։ Միասին մասնակցում ենք ուխտագնացությունների, քայլերթի, կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, տոնախմբություններ, Կիրակնորյա դասերի ժամանակ ոչ միայն ընթերցում ենք, այլ միևնույն ժամանակ կազմակերպում ենք ֆիլմի դիտում, մուլտֆիլմի դիտում եւ առավել հետաքրքիր է ստացվում։ Վերլուծում ենք, քննարկում։ Հայոց Հայրապետի օրհնությամբ Կիրակնորյա դպրոցներ են գործում հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում։ Մասյացոտնի թեմում 25 Կիրակնորյա դպրոց կա, որտեղ հաճախում է շուրջ 1000 երեխա։ Երբ հանրակրթական դպրոցների առարկայական ծրագրից հանվեց Հայոց եկեղեցու պատմություն առարկան, Կիրակնորյա դպրոցների գործունեությունն ավելի կարևորվեց, ասում է Գևորգ Սրբազանը։ Կիրակնորյա դպրոցների պրակտիկան մեզանում առավել վերջի շրջանում վերակենդանացավ, հատկապես հետխորհրդային ժամանակաշրջանում, երբ որ եկեղեցին ազատություն ստացավ զբաղվելու մանուկների եւ պատանիների կրթության կարևոր գործով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի համապատասխան կրթական հանձնախմբի կողմից առաջիկայում բոլոր Կիրակնորյա դպրոցների համար կկազմվի միասնական կրթական ծրագիր, իսկ մինչ այդ քահանաներն իրենք են կազմում ծրագիրը։ Կիրակնորյա դպրոցներ են գործում նաև Սփյուռքի թեմերում։ Սփյուռքի պայմանները տարբեր են, այնտեղ ունենք նաև լեզվի պահպանության, ինքնության պահպանության խնդիր, հետևաբար Կիրակնորյա դպրոցները, եթե մեր համատեքստում հիմնականում զբաղված են քրիստոնեական կրթությամբ եւ դաստիարակությամբ, ապա այնտեղ նաև Կիրակնորյա դպրոցների միջոցով է իրականացվում ազգային կրթության, ինքնության ձևավորման կարևոր գործը։ Հատկապես մարզային համայնքներում, որտեղ կրթական ժամանցային կենտրոնները սահմանափակ են, երեխաներին եւ պատանիներին համախմբողը Կիրակնորյա դպրոցներն են եւ քահանա հայրերը։ Դվինի Կիրակնորյա դպրոցում Տեր հայրը հաճախ է կազմակերպում աստվածաշնչյան թեմաներով օլիմպիադաներ, ինտելեկտուալ մրցույթներ, ժամանցային ծրագրեր, ուխտագնացություններ։ Հյուրասիրություն, հանդիպում, զրույցներ եւս հաճախ է լինում։ Երեխաների խնամքին է վստահված նաեւ եկեղեցու հարակից տարածքը։ Օլիմպիադաները հիմնականում լինում են տարբեր Կիրակնորյա խմբերի միջև։ Մենք այդ ժամանակ սովորում ենք աստվածաշնչից տարբեր հատվածներ եւ հարցեր են մեզ տալիս։ Հիմնականում ավելի շատ գիտելիք ավելի շատ ձեռք բերում ենք տենց սովորելով հարցերը, բայց բոլորս էլ ուզում ենք առաջին տեղում լինենք եւ հաղթանակը ինձ թվում է էլի կարեւոր է։ Ընկերներով սովորում ենք աստվածաշունչը, Տեր հայրը մեզ աղոթքներ է սովորացնում եւ աղոթքները, որ վերջացնում ենք, գնում ենք ուխտագնացության։ Մի անգամ մենք գնացել ենք Էջմիածին, եկեղեցիներ, իսկ մյուս անգամ այս վերջերս ենք գնացել Գառնի։ Այնտեղ մենք խոսում ենք քրիստոնեության մասին, եկեղեցու մասին, իմանում ենք ավելի շատ բան ու տենց շատ հետաքրքիր անցնում։ Հոգևոր թեմաներին առնչվող հարցերից մինչև միջանձնային կոնֆլիկտներ երեխաները հաճախ են դիմում Տեր հորը, գիտեն, հասանելի է օրվա բոլոր ժամերին։ Դա է մեր առաքելությունը, ասում է Տեր հայրը։ Մեկ էլ կտեսնենք գիշերվա ժամը 10-ին 4-րդ դասարանի մի երեխա զանգում է, ասում է Տեր հայր, մեր տանը այսպես բաներ ենք խոսում, մի հատ ասեք ճիշտը որն է, ու ես ուրախանում եմ, որ երեխայի խելքին երբ փչում է, զանգում է եւ իր հարցը տալիս է եւ դրանից չեն կարկանդվում եւ այդ մթնոլորտն ենք ստեղծել։ Ընկերական, կարելի ասել ինչ որ իմաստով նաեւ ընտանեկան, մեծ ընտանիք ենք ստեղծել, ինչը որ հրաշալի է։ Անցյալում եւ հիմա էլ Կիրակնորյա դպրոցների շրջանակում հայ առաքելական եկեղեցու նպատակը հոգևոր բարձր գիտակցությամբ հայրենասեր, եկեղեցասեր սերունդ կրթելուն է միտված։
Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։